Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք։ Հուսով եմ, որ լավ եք ու ցանկանում եմ, որ միշտ լավ լինեք։ Դե ինձ սիրելիներս, այսօր լինելու է այսպիսի մի քիչ խառը վլոգ, որում նախնական սկզբից ես կկիսվեմ ձեզ հետ մի թեյի բաղադրատոմսով, որը հավատացեք գրիպից, հարբուխից, հազից վերացնում է մի երկու օրվա ընթացքում իրոք շատ բուժիչ է, բոլորին խորհուրդ եմ տվել, ովքեր ինձ ճանաչում են, բոլորը ասում են, որ մենք բուժվում ենք Սերինեի թեյի միջոցով, անկեղծ եմ ասում, եւ գիտեք վստահաբար, որ ինձ նայում են իմ ծանոթներն ու բարեկամները եւ կհաստատեն։ Դե ինչ, նախորոք պատրաստում ենք թեյը, քանի որ զգում եք իմ ձայնից երևի թե որ ես մի քիչ վատ առողջ եմ, ու հետո մենք քննարկելու ենք մի թեմա այսօր, որը որ իրականում ես ինքս անձամբ հաստատ իմ մտքով չէր անցնի ժողովուրդ, այդ թեման քննարկեի, անկեղծ եմ ասում, ոչ թե ինչ-որ վատ թեմա է կամ չգիտեմ, ուղղակի մտքով չէր անցնի, որ անկեղծ ասեմ, բայց հարցը տրված է բաժանորդուհու կողմից, անպայման ես իր խնդրանքը եւ հարցը կկարդամ եւ մենք կքննարկենք այդ թեման այսօր եւ մի քանի հարցի կոմենտարիաների պատասխաններ եւ մի քանի կոմենտարիաների պատասխաններ նաեւ կլինի։ Դե ինչ եկեք արագ թեյ պատրաստենք ու նստենք զրուցենք արդեն։ Ուրեմն նայեք, սկզբնական մինչ ծանոթանալու կարկադեի հետ, ցույց եմ տվել ձեզ արդեն այս բույսը, դա ինչ որ վարդ է, ոնց հասկացա, որը կոչվում է կարկադե, չորացրած վարդի տեսակ է, հա, երևի թե վայրի վարդ է երևույթին, ես այդ բուժիչ թեյը, կարելի ասել, պատրաստում էի մանդարինով եւ ուղղակի չայի խոտով, յուրաքանչյուր չայի խոտ կլինի, հա, որը կա ձեռքի տակ։ Ինչից եմ ես հայտնաբերել դա, օրերից մի օր էլի գրիպ էի, լավ չէի, ես դեղի հետ այդքան սեր չունեմ իրականում, դեղ չեմ սիրում, որ ճիշտն ասեմ, եւ լիմոնն էլ այդքան օրգանիզմս չի սիրում ընդունել, լիմոն շատ եմ սիրում, բայց որ ուտում եմ, հետո ինձ լավ չեմ զգում կամ նույնիսկ լիմոնի հյութը։ Եվ ունեի տանը մանդարին, ասեցի մի րոպե, լիմոնը ցիտրուս է, վիտամին C է, մանդարինը եւ ապելսինը նույնպես, ապա ի՞նչն է տարբերությունը, որ չլինի մանդարին, հա։ Եվ որոշեցի մանդարինով թեյ եփել եւ հետո հետագայում պարզվեց, մի քանի անգամ ինչ-որ նյութեր եմ կարդացել, որ մանդարինի մեջ ավելի շատ վիտամին C կա իրականում, քան թե կիտրոնի մեջ, լիմոնի մեջ։ Դրա համար, չգիտեմ, նախ ինձ դուր է գալիս, ում որ խորհուրդ եմ տվել, բոլորը սիրում են եւ վստահաբար կարան հաստատեն, որ օգնում է, այնպես որ որոշեցի ձեզ հետ կիսվեմ այդ բաղադրատոմսով եւ այս վերջերս փորձեցի կարկադեյով, համ գույնը ինձ դուր եկավ, համ համը ինչ ողջ նաեւ ինքը կարկադեն իր մեջ անտիսեպտիկ ինչ որ բաներ է պարունակում, որ կօգնի մեզ էլ ավելի արագ լավանալ։ Նախապես եռացրել եմ ես ջուրը եւ եկեք այսպես անեմ, որ ձեզ լավ երևա։ Ես ոչինչ, ես կարևոր չեմ այս պահին։ Այսպես անենք, ուրեմն կարկադեն լվում եմ ես նախորոք, չգիտեմ ասեցի թե ոչ։ Այստեղ մի փոքրիկ քանակ, ասենք մի պստիկ բուր եւ այստեղ 400 միլիգրամ ջուր է եռացրած։ Այսպես գցում ենք մեջը, նախ շատ գեղեցիկ գույն է ստացվում։ Իշնորհիվ կարկադեի, նայեք լվացել եմ ու արդեն իր գույն ունի, մեկ վայրկյան սա դնեմ, որ իմ սեղանը չդառնա կարկադեի գույն, եւ մանդարինը, ժողովուրդ, մանդարինը այս քանակի համար կարող եք գցել 1 մանդարին, նախորոք լվացել եմ, մաքուր է եւ չորացրել եմ, կամ կես մանդարին, ըստ արդեն ձեր ցանկության։ Ես այստեղ կգցեմ 1 մանդարին լիարժեք մեջը, այսպես քամում եմ, տեսնում եք, չէ՞, այսպես լավ սոկը հանում եմ, եւ գցում եմ մեջը կեղևով։ Այստեղ եկեք մանդարին ես պոչիկի մասը հեռացնենք։ Ահա, դա մեզ պետք չէ, չնայած չէր խանգարի, եւ նույնպես այսպես քամում ենք, ահա, եւ նույնպես գցում ենք մեջը, վերջ։ Հիմա նայեք, սա թողնում եմ մոտավորապես մի 5 րոպե եւ արդեն պատրաստ է լինում։ Ես խմում եմ, ըմփում եմ շաքարավազով, ժողովուրդ, կարող եք ավելացնել մեղր, մեղրի հետ էլ այդքան չունեմ, քիչ բարդ անձնավորություն եմ, այնպես որ կարող եք ինձ նման շաքարավազով կամ մեղրով կամ էլ առանց ոչ մի բան էլ ավելի օգտակար կլինի։ 1 վայրկյան գալիս է։
Եվ իհարկե, ինչպես ասեցի, ավելացնում եմ շաքարավազ, այսքան թեյին կանեմ 4-ից 5 գդալ շաքարավազ, շատ քաղցր չի ստացվի, բայց դրա հետ մեկտեղ անհամել չի լինի, այսպես մի քիչ օգնեմ գդալով, մի քիչ ջուրը շատ է եղել իրականում, բայց ոչինչ, երևի թե այսպես, ահա, всё, հեսա գույնը կարկադեն կտա, և իհարկե ես կվայելեմ իմ առողջարար թեյը, որպեսզի լավանամ, քանի որ վաղ աշխատանքի եմ, պետք է որ նա ինձ բուժի և իրոք բուժում է, կարկադեն այդքան փորձ չունեմ հետը, բայց ասում եմ գույնի և համի համար, իսկ մանդարինը 100% վստահությամբ կարող եմ արձանագրել, որ օգնում է, դե ինչ, սա թողնենք թող գույնը տա, և իհարկե մենք անցնենք արդեն մեր թեմային, գնացինք այդ հյուրասենյակում նստենք, զրուցենք հանգիստ։ Դե ինչ ժողովուրդ, եկեք ես ձեզ գույնը ցույց տամ, միակ նայեք հենց գեղեցկությանը, այս գույնին, լույսը ընկնում է, բաց է երևում, բայց իրականում ինքը լավ մուգ է, շատ համեղ է, շատ համեղ է։ Դե ինչ, իմ ձայնը մի քիչ այսօր տարօրինակ է հնչում, բայց դե ներող եղեք։ Գրել է ինձ Թամարա Հարությունյանը, Սիրինե ջան, խնդրում եմ, եթե հնարավոր է հաջորդ թեման լինի հարս և սկեսուր հարաբերությունները, ոնց կվերաբերվեիր, որ սկեսուրիդ հետ ապրեիր։ Ուրեմն Թամարա ջան, շնորհակալություն հարցի համար ու շնորհակալություն, որ ինձ տվեցիր մի թեմայի միտք, հա, այդպես ասեմ, քանի որ նորից եմ կրկնում, ես հաստատ մտքովս չէր անցնի այդ թեմայի շուրջ զրուցեի, որովհետև չէի կարծի, որ միգուցե իմ կարծիքը կարևոր լինի, հա, այդպես ասեմ, բայց շնորհակալություն շատ հարցի համար, իհարկե մեծ հաճույքով կպատասխանեմ եւ այսինքն ոչ թե կպատասխանեմ, մի քիչ ծավալուն կխոսանք այդ թեմայի շուրջ, քանի որ երբ ես զրուցում եմ, իմ մոտ նստած պարզությունա, որ բոլորդ իմ կողքը նստած եք, իմ առջև նստած եք եւ իրար հետ զրուցում ենք, ոչ թե ես ասենք օրինակի համար մենակ եմ, քանի որ դուք կոմենտարիաներում շատ ակտիվ եք եւ ես զգում եմ ձեր ներկայությունը եւ շնորհակալ եմ ձեզ դրա համար, իրոք շնորհակալ եմ։ Եվ այդպես սիրելիներս, երևի թե վերջից սկսեմ, ինչպես եմ վերաբերվում ես, եթե ապրեի սկեսուրիս հետ, ապա ասեմ, որ ես մոտավորապես 8 տարի ապրել եմ իմ սկեսուր և սկեսրայրի հետ, 7 տարի, գրեթե 7 տարի Հայաստանում, ամուսնացած առաջի օրվանից, և մեկ, երբ տեղափոխվեցինք այստեղ Ֆրանսիա, այնպես ստացվեց, որ ոչ թե ցանկությամբ, այլ այդպես էր պետք, առանձին էինք ապրում, հա, դա արդեն ոնց որ ըստ իրավիճակի էր, եւ մենք առանձնացանք, առանձին սկսեցինք ապրել, եւ երևի թե մի 3 տարի հետո նորից միացանք, միասին էինք ապրում, առանձնացել ենք, ասեմ նախորդ ոչ թե նրա համար, որ ինչ-որ կոնֆլիկտ կար, այլ ուղղակի տենց էր պետք, հա, եւ հետո վերամիավորվեցինք, անկեղծ ասեմ վերամիավորվելուց հետո արդեն մի քիչ դժվար էր, քանի որ երբ սովորում ես ապրել առանձին, միավորվել եւ ապրել միասին հեշտ չի, երբ որ բնավորություններն ու մտածելակերպը տարբեր են, դրա համար, որ անկեղծ ասեմ, ես կողմնակից եմ նրան, որ երբ ընտանիք է ստեղծում, երբ զույգը միավորվում է դառնում է փոքրիկ ընտանիք, հա, պետք է հնարավորինս դեպքում, եթե կա այդ հնարավորությունը եւ իհարկե ցանկությունը, պետք է զույգը առանձին ապրի եւ առանձին իրանը ստեղծի։ Հիմա դա նրա մասին, որ ես ինչպես կվերաբերվեի, եթե ապրեի սկեսուր եւ սկեսրայրիս հետ, հնարավոր է հաջորդ թեման լինի հարս եւ սկեսուր հարաբերությունները։ Սիրելիներս, հարս եւ սկեսուր հարաբերությունները չեն կարող լինել նման մեկը մյուսին, ինչպես եւ չի կարող լինել նման
ծնողներ եւ երեխաներ հարաբերություններ։ Ինձ թվում է դուք ինձ հետ համամիտ կլինեք, որ ամեն ընտանիք ունի իր շփման, իր դաստիարակման, իր վերաբերմունքը իր երեխաների հանդեպ եւ հակառակը երեխաները դեպի ծնող։ Չես կարող ասես, որ ես այսպես եմ, ուրեմն մյուսը պետք է այդ նույն ձևի լինի, հա։ Ապա ես կարծում եմ, որ երբ տղան գտնում է ընտանիքի տղան, այսպես ասեմ, գտնում է իր երկրորդ կեսին, որի հետ պատրաստվում է կապել իր ողջ կյանքը, որի հետ պատրաստվում է անցնել ճանապարհ, հեշտ, դժվար, քարքարոտ, ճանապարհը երկար է, հուսով եմ երկար է լինելու միշտ ու այդ ճանապարհին դինում են ամեն ինչ, հա։ Եվ ինձ թվում է, որ ծնողը պետքա ժամանակին դա գիտակցի եւ բաց թողնի, որպեսզի նորաստեղծ ընտանիքը իր ճանապարհն անցնի, իր փորձություններով, իր փորձով։ Ինչ նկատի ունեմ ես, այսինքն իմ կարծիքով, չգիտեմ ով ա եղել այդ խելացի մարդը, որ ասել է, միգուցե դուք գիտեք անունը, բայց շատ ճիշտ միտք է արտահայտել, որ երեխան հյուր է մեր տան մեջ եւ ինչպես եւ հյուրին մենք ընդունում ենք, հյուրասիրում ենք եւ ժամանակը երբ գալիս է բաց ենք թողնում, այսինքն ճանապարհում ենք իրեն տուն, այդպես էլ երեխան հյուր է մեր տանը, մենք պետք է ընդունենք, մեծացնենք, դաստիարակենք եւ երբ ժամանակը գալիս է սիրելիներս բաց թողնենք։ Իմ կարծիքով այդպես է։ Ես չեմ փաթաթում իմ կարծիքը ոչ մեկի վզին, ես չեմ ստիպում, որ բոլորը մտածեն ինձ նման։ Կարծիքները տարբեր են լինում, ինչի համար, որ մենք դրանով էլ եւ մարդ ենք, հա, ոչ թե ռոբոտ, որ ինչ որ կոնկրետ ծրագիրը տվել են եւ մենք այդ ծրագրով պետք է շարժվենք։ Ապա ես իմ կարծիքն եմ ուզում ասեմ, ու իմ երեխաները բոլորներ գիտեն, մենակ իմ կարծիքը չի դա, իդեպ իմ ամուսնու կարծիքն է դա, մենք շատ հաճախ ենք միասին զրուցում եւ երեխաները գիտեն, որ երբ իրան ժամանակը կա, երբ օրինակ տղաս, եթե երբ որ ամուսնանա, եթե չէ, երբ ժամանակը կա եւ իր կյանքը կապի իր երկրորդ կեսի հետ, եթե ունենան հնարավորություն առանձնանալու իրենց ստեղծելու, մենք միայն ուրախ ենք լինելու։ Ես չեմ կարծում, որ երբ դու պահում ես քո երեխային քո տան մեջ, որովհետև դու ես ունեցել դժվարությունով մեծացրել, գիշերներ անքույն գիշերներ անցկացրել, դրանով քո երեխային պարտադրել մնալ, որովհետև դու այդքան բան ես արել իրեն համար, դա սխալ է, որովհետև նախ երեխան չի ասել ինձ ունեցեք, ինձ պահեք, մեծացրեք, ձեր կյանքի տարիները նվիրեք ինձ, ոչ, դա մեր որոշումն է, ունենալ երեխա, պահել, մեծացնել, հա, երեխան մեզ ոչինչով պարտավոր չի, երևի թե միայն, ու դա էլ պարտավորվածություն չի, դա միայն փոխադարձ հարգանք եւ սերը, որը որ երեխան պետքա տա իր ծնողին, փոխադարձ։ Այլ ոչ թե պարտավորված սիրելիներս, հա, ու իմ կարծիքը ու ամուսնուս կարծիքը դա է, որ երբ ամուսնանում է, զույգը պետք է առանձին ապրի, նախ առանձին ապրելով ինքնուրույն են դառնում, նախ առանձին ապրելով իրանք իրանցն են ստեղծում, նախ առանձին ապրելով իրանք իրենց տան մեջ հանգիստ ու ազատ են զգում, ժողովուրդ, ինչքան էլ մենք լավը լինենք որպես ծնող, ազատ լինենք, թույլ տանք ամեն ինչ, որ իրանք ուզում են անեն, միևնույն է, պահ գալու եւ զույգը, նորաստեղծ զույգը, նույնիսկ մինչեւ հիմա ես ու ամուսինս շատ վաղ, երբ երեխաները նույնիսկ տունը չեն, մենք մեզ ավելի լավ ու լավ չեմ ասում, որ լավ է որ երեխաները տունը չեն, բայց որոշակի չափով ավելի հանգիստ ենք զգում, հա, սենց ավելի ազատ, այսպես ասեմ, այսինքն ամեն տեսակետից ազատ ես դու քեզ զգում, երբ որ տանը դու ես ու քո զուգընկերն է, քո ամուսինն է, քո սիրելին է։ Նույնն ինձ թվում է ջահել զույգը կգերադասի լինել առանձին, ապրել առանձին, ինչու ոչ միգուցե մեկ երեկո որոշի ինչ-որ ռոմանտիկ ընթրիք պատրաստել, մոմերը վառել, նստել իր ամուսնու հետ երեկո անցկացնել եւ հոպ, մեկ էլ սկեսրայր տանեն։ Հիմա ինչ անենք, ո՞նց անենք։ Այդ ռոմանտիկ երեկոն ապահովենք։ Ոչի ասելու կիսուր կեզարը գնացեք դուրս մի քիչ մանեք, եք մինչև մենք ռոմանտիկ երեկո կազմակերպենք։ Ճիշտ է, մի քիչ հումորի տվեցի, բայց իրականում շատ մանրուքներ կան, որոնք որ իմ կարծիքով բերում է նրան, որ առաջացնում է կոնֆլիկտ հարց եւ սկեսուր հարաբերությունների մեջ, այսինքն ինչքան էլ ես իմ կողմից լավը լինեմ, ինչքան էլ իմ հարսիկը իր կողմից լավը լինի, երկուսս էլ լավ բնավորություններ ունենանք,
Բայց պահ ա գալի, որ արդեն մի քիչ հոգնում են մեկը մյուսից, ամեն օր նույն մարդկանց տեսնելով, նույն թեմաները շոշափելով։ Ես կարծում եմ, որ ավելի լավ է ես գնամ մի ժամ իմ տղայի ընտանիքին տեսնեմ, ես հաճույք ստանամ, իմ տղայի ընտանիքի անդամները հաճույք ստանան իմ ներկայությունից, քան թե 24 ժամ օրը մենք միասին լինենք եւ ի վերջո մի քիչ արդեն չգիտեմ, ինձ թվում է հարաբերությունները այդ դեպքում մի քիչ փոխվում են։ Չեմ ասում, որ կվատանան, չգիտեմ ինչ, բայց ինձ թվում է, որ ինչ որ հեռու լինել, քաղցր լինել, ճիշտ ասացված կա։ Այսօր ինչ որ ասացվածքների մեջ եմ ես, բայց ճիշտ ասացված կա, հա։ Դրա համար իմ կարծիքով, որ նորաստեղծ զույգը պետք է առանձին ապրի։ Նույնիսկ ես ձեզ մի բան էլ ասեմ, որ այս պահին եթե իմ տղան որոշի առանձին ապրի, նույնիսկ չամուսնանալով, ես նույնպես դեմ չեմ լինի, անկեղծ եմ ասում։ Նույնիսկ եթե իմ մեծ աղջիկը մի օր գա ու ասի, մամ որոշել եմ առանձին ապրեմ, նա դեռ ամուսնացած չի, ընկեր չունի, ես դեմ չեմ լինի սիրելիներս։ Ես ասելով ինքնեմ ես ու ամուսինս, հա։ Քանի որ նախ հիմա մի ուրիշ դարաշրջան է, երկրորդն էլ ես իմ երեխաներին այնքան եմ վստահում, որ ես գիտեմ, որ միասին թե առանձին իրանք շատ ճիշտ ու կոռեկտ կյանք կվարեն։ Դրա համար ինքնուրույն ապրելու, ինքնուրույն կյանքը վայելելու մեջ ոչ մի վատ բան չկա եւ իրոք միգուցե խորհուրդս տեղին չլինի, բայց խորհուրդ կտայի շատ մայրիկներին վերանայել, եթե մտածում եք, որ պետքա տղան ապրի ինձ հետ։ Այո, Հայաստանում միգուցե կա այդպիսի կարծրատիպ, որ եթե տղան ամուսնացավ չապրեց ծնողների հետ, ուրեմն կամ հարսը ոնց որ հարսնացուն տղային վերցրեց տարավ առանձին փոքես ծնողներից, կամ չգիտեմ, հարսը լավը չի, որ չուզում սկեսուժի եւ սկեսրայրի հետ ապրի, ոչ սիրելիներս։ Պարզապես դա նորաստեղծ ընտանիք է, իր նոր օրենքներով, նոր կանոններով։ Ինչու ոչ, թող իրանք իրանց երեխաներին ինքնուրույն դաստիարակեն։ Հավատացեք, որ երբ դաստիարակում է ծնողը, այսինքն ոչ թե ծնողի, նկատի ունեմ, երբ երկու հոգի է դաստիարակում, հայրը եւ մայրը, եւ կողքից տատիկն ու պապիկը գալիս են, տեսնում են, ինչ որ բանի հավանություն են տալի, ինչ որ մի բանի հավանություն չեն տալիս, բայց դա քննարկում են արդեն ծնողների հետ, հա։ Այդ դեպքում երեխան ավելի ճիշտ ու adekvat է մեծանում, քան թե օրինակի համար տատիկը ասի, հա, բալիկ ջան, արի, ես քեզ թույլ եմ տալիս, ես ինչ բան արա, իսկ մայրիկը իր մտածելակերպով ասի, ոչ, ես չեմ ուզում, որ իմ երեխան սա անի, հա, ու դա նորմալ է, ինձ թվում է, որ տվյալ երեխայի դաստիարակելու ավելի շատ իրավունք ունի մայրիկը, քան թե տատիկը։ Ես էլ եմ ապագա սկեսուր, ապագա տատիկ, ու ես որ խոսում եմ, ես գիտակցում եմ ինչ եմ խոսում, միգուցե շատերի դուրը չկա իմ ասածը, բայց մենք մեր երեխաներին դաստիարակել ենք, այո։ Հիմա ժամանակն է իրանք, որ իրանք առանձին իրանց կյանքը, իրանց տան օրենքը ստեղծեն եւ իրանց երեխաներին իրանց դաստիարակեն, հա։ Ներող եղեք հարբուխիս համար, 1 վայրկյան։ Երևի թե թեման շոշափեցի, չգիտեմ, միգուցե շատերին դուր չգա, միգուցե շատերը համաձայնեն ինձ հետ, կսպասեմ կոմենտարիաներում, շատ հետաքրքիր է ինձ ձեր բոլորի կարծիքը անկեղծ ասած, ապա ես այդ կարծիքին եմ։ Այո։ Չնայած ինձ թվում է ինձնից էլ երևում էր, որ ես այդ կարծիքին կլինեմ, որովհետև նույնը մեքենայի ետնամասում նստելը շատ մեծ ինչ-որ քննարկումներ առաջացրեց կոմենտարիայում, որ ինչու եք դուք ետնամասում նստել մեքենայի, այ ոչ թե հարսը, կամ անկերուհին, կամ ապագա հարսիկը, դա նույնպես ես պատասխանեցի եւ շատերը համաձայնեցիք ինձ հետ, որի համար շատ ուրախ եմ, անկեղծ եմ ասում, որովհետեւ դա էլ է ինչ-որ մի կարծրատիպ, որ մայրը պետք է նստի դեմը, որովհետև մայրն է, ինչի, մայրը կարա նստի իր ամուսնու կողքը, հա, մայրը կարա նստի դեմը, եթե ետևում խնդիր ունի, չի կարողանում տեղավորվի, կամ չգիտեմ, ինչ-որ մի խնդիր կա, որի պատճառով մայրը չի կարող ետևում նստել, այդ դեպքում այո, իսկ մյուս դեպքերում կինը պետք է նստի ամուսնու կողքը, ու դա իմ կարծիքն է, ու ես դրանից ինձ լավ եմ զգում, երբ որ ես տեսնում եմ տղայի կողքին իր ընկերուհին է, իր ընտրալն է, իր ապագան է, ոչ թե որ ես նստեմ, ինչ սա փոխվելու։ Ես իմ ամուսինը ունեմ, իրա կողքն եմ նստում։ Եվ ինձ թվում է այդպիսի բաներից արդեն զգացվել պետք է տալ, թե ես ինչ կարծիք ունեմ այդ
թեմայի վերաբերյալ։ Ունեցել եմ 2 փորձներ եւ վստահաբար ասում եմ, որ զույգը պետք է առանձին ապրի։ Դե ինչ, երևի թե անցնենք մի քանի կոմենտարիաներին, այստեղ վերջի հոլովակի տակ, որ գնացել ենք խանութ ես ու Սամը, Արոնա Արաքելյանը գրել է, Էլենա ուր ա բա, ախ էդ Էլենը, գիտեք ինչ Էլենա, Էլենը դասեր էր անում, ես էլ էի շատ ուզում, որ Էլենը մեզ հետ գար, ասեցի Սամ ջան, բա Էլենը չի գալի, մամ չէ, դաս է անում, այսօր չի գալու, ասի օքեյ, լավ, դե գնացինք խանութ, քանի որ հետո աշխատանքի էի, երանք հագնվեցին, գնացինք, եթե դուք նկատեք սաղ վիդեոյի ընթացքում իմ տղան այսինց հեռախոսի մեջ է, նա Էլենի հետ էր, որ ասում Էլենի չթողեց նորմալ դաս անի, հա, անընդհատ անոթ մեջ իրար հետ, և երբ հասանք կասա, ես նկատեցի, ասում եմ, Սամ Էլենը չի, կես Սամը ֆրատ, ասում եմ, հա, ասում եմ, Սամ ջան, դու գիտեի, որ Էլենը գալու է, չէ, մամ ասում, ինք ուղղակի հարցեց, բա ուր եք հասել, որտեղ եք, ասեցի կասայում ենք, սյուրպրիզ արել մեր Էլեն, չոն եկել է, այնպես որ Էլենը մեր հետ վերադարձավ տուն, քանի որ տանը չնկարեցի, դուք էլ չտեսաք, ապրանքները դասավորել են Էլենը, Սամը և մեծ աղջիկս Նանիկը, իսկ ես մի փոքրիկ բուտերբրոդ եմ կերել և վազել եմ աշխատանքի, այնպես որ Էլենը խանութում չէր, բայց հետո մեր տանն էր, ինչի համար որ շատ ուրախ եմ, այսպես, Սերնե ջան, ինչ ծրագրով եք մոնտաժն անում, կապկույտ ծրագիրն է, եկեք ցույց տամ ձեզ, և իհարկե բան կանեմ, կգրեմ, ուշ, ես որ մտա, հեռախոսը որ փոխել եմ, հիմա էլ, այսպես կերևա, թե ոչ, եկ վարկյան, ներող եղեք 1000 անգամ, չէ, այսպես չի երևում, լավ, այսպես երևի նշանը ցույց տամ, հա, այս նշանն է, այս նշանով է, հուսով եմ երևաց, այնպես ձևով միացրեցի չերևաց, հաջորդը, Վարդուհին ագրե 844, սիրտս ցավում է և տեսնում եմ կամ լսում եմ, որ մեր հայրենակիցները ապրում են արտասահմանում, լքում են հայրենիքը, վերադարձեք Հայաստան, Հայաստանը նաև ձեզանով պիտի զորանա։ Այո Վարդուհի ջան, ես ձեզ հետ համամիտ եմ, որ մեծ հաճույքով կվերադառնենք և կապրեինք մեր հայրենիքում և շատ կուզենայի, որ իրոք ոչ մի հայ չլիներ դրսում, ապրել մեր հայրենիքում, հանձինս հիմա, ինչքան որ ծանոթ ու բարեկամ ունեմ, որոնք այցելել են անցած տարի և այս տարի Հայաստան, բոլորը միաձայն ուզում են ետ վերադառնալ Հայաստան, բոլորը միաձայն ասում են, որ ինչքան դրական աուրա և էմոցիա են ապրում Հայաստանում, շատերը մինչև առեսօր, որ վերադարձել են արդեն 2 ամիս առաջ, երբ հանդիպում եմ, տեսնում եմ, նույն թեման են քննարկում, որ ոնց եմ ուզում հետ վերադառնամ և ապրեմ Հայաստան։ Միգուցե այդ օրը գա ու անկեղծ բոլորս էլ ցանկանում ենք, այո, ինչու ոչ, պետքա մենք էլ մեր ներկայությամբ շենացնենք մեր հայրենիքը։ Գիտեք, անցած տարի, երբ ես Հայաստանում էի ու ետ էի վերադառնում Ֆրանսիա, այրոպորտում, որ արդեն անձնագրային բաժին եք հասնում, հա, երբ անձնագիրը տալիս եք, որ հետո արդեն անցնեք, այդտեղի աշխատակիցը ինձ ասեց, չենք թողնի դուք ետ գնաք, ասեցի ինչու, ասեց, որովհետև մեզ ձեզ նման հայուհիներ պետք են Հայաստանում, չգիտեմ, միգուցե ժպտերես էի, միգուցե լավ աուրայով մոտիկացել չեմ կարող ասել, բայց նույնիսկ այնտեղի աշխատակիցները զգացում է, որ ինչքան տխուր են, որ երբ մեր հայրենակիցները լքում են հայրենիքը։ Այնպես որ ես ձեզ հասկանում եմ և գուցե մի օր վերադառնանք, ինչու ոչ։ Ահա, Զենե ջան, բա ինչ եք աշխատում, մեկ օր առաջ Լուսինե Արությունյանը հարցնում, ինձ թվում է Լուսինե ջան, դուք նոր բաժանորդեք, դրա համար չգիտեք, եթե գնաք ամենասկզբի հոլովակներում, նույնիսկ ես իմ աշխատանքի վայրն եմ ցույց տվել, որի տակ բազմաթիվ կոմենտարներ էր, որ ես ինչ սխալ բան եմ արել, որ չի կարելի աշխատանքի վայրը այդքան մանրամասն ցույց տալ, չնայած ոչ մի մանրամասն ոչինչ ցույց չեմ տվել իրականում, դա թռուցիկ ինչ-որ մի հատվածներ էր, ես աշխատում եմ սուպերմարշե, չգիտեմ ոնց կլինի հայերեն, սուպերմարշե, մի քիչ մեծ խանութ, հա, այդպես թարգմանեմ,
խանութում, կասայի մենեջեր եմ, երկրորդ մենեջերն եմ, արդեն 8 տարի այդ խանութում եմ աշխատում, ընդունվել եմ ինչպես սովորական կասայի աշխատող եւ տարիների ընթացքում իմ աշխատասիրությամբ ցույց տալով թե ես ինչքան աշխատասեր եմ, երբեք չբացակայելով, գլուխ չպահելով, ամեն ինչ սովորելով, այսօր ես զբաղացնում եմ մի տեղ, որտեղ որ իրականում երբ ընդունվել եմ, չէի կարծի, որ կհասնեմ այդ աստիճանի, որովհետև համարյա կարելի ասել 1% ֆրանսերեն գիտելիքով եւ բացարձակապես 0 փորձով, ընդամենը 1 ամիս աշխատել եմ մեկ ուրիշ խանութում բաժին եւ կասա, այդքան փոքրիկ փորձով ընդունվել եմ եւ շնորհակալություն իհարկե տնօրինությանը, որ տեսել են, գնահատել են եւ աստիճանաբար ինձ բարձրացրել են, որի համար իրոք շնորհակալ եմ ինձ նախ, որ ես աշխատասեր եմ, նպատակասլաց եմ եւ իրենց այսպես մեկ վարքան ես համովից խմեմ, համեբուժումը։ Գիտեք ինչ մտածեցի հենց նոր, որ սրա մեջ մի քիչ որ կրախմալ ավելացնենք, դառնա կիսել ու շուտ համով կլինի ժողովուրդ։ Կփորձեմ պատրաստեմ, եթե լավ ստացվեց, ձեզ էլ խորհուրդ կտամ։ Այստեղ Սոնոն ա գրել, Սերինե ջան, 400 եվրո մեկ շաբաթվա համար, ուրեմն միջին չի լինի ձեր աշխատավարձը, մենք շաբաթը 100 եվրո հերիքում առևտրի։ Սոնա ջան, սկսեմ նրանից, որ իմ աշխատավարձը մի քիչ ավելի բարձր է, քան միջինը, քանի որ ես նորից եմ ասում խանութի մենեջեր եմ, բայց շատ բարձր չի, հավատացեք, ցավոք սրտի, ինչի համար որ շուտով պատրաստում եմ տնօրենի հետ զրույց անցկացնել, որպես իմ աշխատավարձը բարձրացնի, հա։ Տնից մենակ ես չեմ աշխատում, ամուսինս էլ է աշխատում, ամուսինս ֆրանսերեն պլոմբիե, հայերեն սանտեխնիկ եւ Փառք Աստծո էլի միջինից բարձր աշխատավարձ է ստանում եւ բավարարում է, որ կարողանանք մեր առևտուրը անենք եւ անենք ինչ որ ուզում ենք գնենք, հա, այնպես որ միգուցե 400 եվրոն չծախսվեր սնունդի վրա, եթե մենք գնեինք մի քիչ ավելի մատչելի ինչ որ սնունդ, բայց իմ բնավորության համաձայն դա գրոհկովալ չի, հակառակը ես մեկ-մեկինից վրա ջղայնանում եմ, իմ բնավորության համաձայն երբ ես առևտուր եմ անում, հիմնականում գին չեմ նայում, հիմա նայում եմ գները, որտեղ նկարում եմ ու ձեզ եմ ցույց տալիս, անկեղծ եմ ասում, հիմնականում մտնում եմ, վերցնում եմ, դուրս եմ գալիս եւ դրա իսկ պատճառով կարող է կողքը լինի ավելի մատչելին, ես վերցնեմ առանց ուշադրություն դարձնելու կողքինը, որը ավելի թանկ է եւ ինքնըստինքյան երբ որ ապրանքը թանկ է, վերջնում տոտալն էլ է բավականին բարձր բռնում։ Ինչ վերաբերվում է մեկ շաբաթվա առևտրին 100 եվրո, ապա մեր տանը չի կարա տենց բան լինի, նայած մարդաքանակ։ Մենք 6 հոգի ենք, պլյուս 2 փիսիկ։ Փիսիկներն էլ այնպես ոչինչ միմիային որակով եւ թանկ սնունդ են սիրում, այժան ուտելիքները փիսիկների համար չգիտեմ ինչի չեն սիրում, չնայած բազմիցս գնել եմ ու փորձել եմ սովորացնեմ, սենց խոսում եմ են կողմեմն է, որտեղ պստիկ ընդեղ քնած է։ Հա, այնպես որ 6 ինչ եմ ասում, որովհետև Էլենը արդեն մեր տան անդամն է, ես այդպես եմ մտածում եւ ինչքան հնարավոր է եւ ժամանակը ներում է ինքը մեր տանն է, ինչի համար ես շատ ուրախ եմ, քանի որ երբ տեսնում եմ որ երեխաները ձգտում են տանը լինեն, այսինքն իրանք այստեղ լավ են զգում, դա կարելի ասել մեր շնորհքն է, իմ ու ամուսնուս այդ ջերմ մթնոլորտը ստեղծելով իմ երեխեքը ձգտում են տանը լինել, հա։ Տանը կլինեն, թե դրսում կլինեն, դա իրանք են որոշում, բայց երբ տան են, իհարկե մենք ավելի լավ ենք մեզ զգում։ Այսպես, եւ 6 հոգի ենք, շաբաթը 100 եվրո մեզ չի հերիքացնի, Սոնա ջան, իրոք չի հերիքացնի։ Միգուցե 2 հոգով օր ապրենք, հա, շաբաթը 100 եվրո բավական է, որովհետեւ այս առևտրից 1 շաբաթ առաջ, իսկ կոնկրետ Կիրակի օրը ամուսինս Սամի հետ Արմենն ու Սամոն գնացին առևտուր արեցին, 300 եվրոյի էլի գնումներ էին արել, Լունա լավ է լինես դիրքեր ընդունում։ Եվ երբ մենք գնացինք, տանը էլի ոչինչ չկար, այնպես որ այդ 400-ից հանենք մի 80 եվրո այդ մանր շորերը, որ իդեպ սա էի արել, դրա վրա այս այդալիկն էի արել, միջալոց շատ լավն է, ուզում եմ նույնիսկ նա մի հատ էլ գնեմ։
Փիսիկների կերմերը եթե հանենք օբշի 100 եվրո այդ ամեն ինչով, նոր տարվա այդ փոքրիկ մանրուքներով, ապա 300 եվրո մաքուր գնաց սնունդին, հա, միսը միգուցե մեկ շաբաթից ավել գնա, բայց ընդհանուր առևտուրը հավատացեք, որ հա, մեկ է ձեթը, երկու շիշ ձեթ եմ արել ձեթունի, մյուս ձեթը երևի թե մի 3 շաբաթ կգնա, բայց ընդհանուր երշիկեղենա, կարակը, մածունա, յոգուրտա, դրանք ամեն շաբաթ շատ արագ վերջանում են, այնպես որ չգիտեմ, չեմ չափազացրել, այդպես է, ստեղը ինչ-որ հալո է հայտնաբերվել, ոչ նկար ունի, ոչ անունի, ոչ անվանում, երևի թե իրան այդպես է զգում, հա, գրելա, բան չեն առնում, այսինքն մենք ցույց ենք տալիս, բայց իրականում բան չենք առ, այսպես, Սերինե ջան, շատերը գրում են Հելեն, Էլենա չէ, անունը և ոչ թե Հելեն, ճիշտ եմ չէ, Սերինե ջան, շատերը գրում են Հելեն, Էլենա չէ անունը և ոչ թե Հելեն, ճիշտ եմ չէ, Ժաննան ա գրել, Ժաննա ջան, իր անունը ինքը ստեղ ա ծնվել Ֆրանսիայում, ինքը Ֆրանսիայի քաղաքացի է, և իր պասպորտում, իր անձնագրում, իր ծննդականում գրած է Հելեն, հաշով, H-E-L-E-N, Հելեն, հայրենով ասում ենք Էլեն, ես հատկապես ասում եմ Էլենչո, գրվում է Հելեն, հիմա ես չգիտեմ, եթե օրենքով անունը չի փոխվում, գրվելու ձևը չի փոխվում ըստ որ երկրում որ գրում են, այսինքն եթե մենք անգլերենով մեր անունը գրում ենք, ապա նույն ձև են գրում, ճիշտ է, եկեք ես մի հատ սրանք ցույց տամ, էլի ձեզ ինչ կլինի, ինքն ինձ սպանում է, մի հատ հələ դուք սրան նայեք, ես չգիտեմ դուք տեսնում եք սրա պարկած ձևը, I don't know. Ուղջի, այ վայրինի, ուղջի, այ վայրինի, այ համով, ուշ, կնավ, շո։ Այնպես որ Հելենա, հաշովակրնում։ Նման բան չկա, նման բան չի կարող լինել, ես այնքան մարդիկ գիտեմ, որ փոխել են անուն ազգանունը եւ հանգիստ գնում են գալիս են Հայաստան։ Անկեղծ ասեմ, ես էլ եմ ճանաչում մեկ հոգի, որը որ փոխել է ժամանակին եւ բազմիցս գնում է գալիս է Հայաստան, բայց չգիտեմ նոր բան է դա ու այս վերջերս պարզվեց, որ մեկ հոգի էլ է գնացել եւ անհայտ կորել, մանրամասն չեմ ուզում ասեմ, հետո պարզվել է, որ նույնպես նույն կարգավիճակում է հայտնվել Հայաստանում։ Հավատալ թե ոչ դա ձեր գործն է, այդ թեմային չեմ ուզում անդրադառնալ։ Հավատացեք ժողովուրդ, դա ուղղակի վիդեո չէր, որպեսզի ես ինչ-որ դիտում հավաքեմ, լայք հավաքեմ կամ չգիտեմ գումար աշխատեմ, քանի որ դա մի քիչ լուրջ վիդեո էր ու կարող էր նույնիսկ ինձ վնաս բերել, հա, բայց ես որոշեցի ձեզ հետ կիսվեմ, զգուշացողը կզգուշանա, անզգուշն էլ թող շարունակի, դա արդեն ձեր որոշումն է։ Ուղղակի ուզեցի պատասխանել, որպեսզի չմտածեք, որ ինչ-որ ուրիշ մտահոգություն, հա, ունեցել եմ այդ վիդեո նկարելու համար։ Գրելա Տոենա Սադ 4075 Բարև Սերինե ջան, եթե դժվար չի կարաս ասես այդ թղթի ծամանները որտեղից ես գնում։ Ուրեմն այդ թղթի ստուփերի հետ որտեղ որ գաթան պատրաստեցի եւ դրեցի մեջը տորտիկների համար, հատուկ դա կարող եք, եթե ապրում եք Ֆրանսիայում, պատվիրել Amazon-ից, Shein-ից, յուրաքանչյուր նույնիսկ AliExpress-ից, գրեք boîte pour les gâteaux ու ինքը կբերի, հա, բազմատեսակ տեսականի։ Սա կոնկրետ ես չեմ գնել, սա երբ մեր առաջի խանութը փակվեց, կազինոն, մենք ունեինք թխվածքների բաժին, ունեինք հատուկ
տարածք, որտեղ թխվում, պատրաստվում էին թխվածքները եւ իհարկե դրվում էր այդ տուփերի մեջ եւ երբ խանութը փակվեց, վերափոխվեց, այդ հիմիկվա ներկա խանութում չի պատրաստվում ոնց որ առաջ, այսինքն այդ տուփերը մնաց խանութում, բայց ոչ մեկի պետք չէր եւ տնօրենը ինձ ասեց, ես գիտեմ որ դու շատ ես թխվածք պատրաստում եւ գիտեմ որ սիրում ես հյուրասիրել, այնպես որ գնա տուփերը վերցրու քեզ, մենակ տուփերը չէր, շոկոլադի կաթիլներ էր, նույնիսկ մնացել սպիտակ եւ սև, նրանք ինձ տվեցին այդ գուլոկները, որտեղ որ կրեմը լցնում եք եւ զարդանում եք, ունեմ մի մեծ կարոպկա, ինձ միջև, չգիտեմ, 50 տարեկան երևի թե կբավականացնի, մակարոնի համար հատուկ գեղեցիկ տուփեր, մի խոսքով այդ ամենը ինձ տվեց տնօրենը անվճար, քանի որ գիտեր, որ ես թխվածք սիրում եմ պատրաստել, ինչպես որ ես չեմ գնել իրականում, բայց եթե ցանկություն կա, կարող եք գնել, վաճառում են։ Ինչ կարաք եք օգտագործում, պատասխանել եմ նախորդ վիդեոյի տակ, վիդեոյի ընթացքում խանութում էի, նորից կպատասխանեմ, որտեղ ունեցել եմ սկրինշոտ արած, կամ պրեզիդենտ եմ օգտագործում, կամ մեր կազինոյի արտադրանքը շատ եմ սիրում, ճիշտ ասած, մինչև հիմա կա մեր խանութում, կազինոյի կարագը ինձ համար հավասար է պրեզիդենտ կարագին, չնայած գնով չէր զիջում, անկեղծ ասեմ։ Բարև ձեզ Սերինե ջան, կասեք ձեր ռուսական ալիքի անունը։ Ես հղումը թողել եմ, չեմ հիշում ուր եմ թողել, կարծեմ ուր եմ թողել, բայց կթողեմ այս հոլովակի տակ նույնպես, որպեսզի դուք խփեք ու անցնեք այն ալիք։ Իդեպ շատ շնորհակալ եմ բաժանորդագրվելու համար, տեսնում եմ, որ այն ալիքը օրորյա աճում է, ես մի քանի հոգի մնաց, որ դառնանք 30,000 ու ես վստահ եմ, որ շատերը դուք այստեղից գնացել եք այնտեղ բաժանորդագրվել եք, իրոք անկեղծ շնորհակալ եմ։ Նորից հալոն ա գրել, տղու վրեն նորմալ նստած է, 1000 պատճառ է բռնում, որ չառնի, իդեպ այս կոմենտարյան Սամոյիս համար էլ կարդացի, Սամոս մոմո լավը դու էիր հա ինձ ասում Սամջան վերցրու, լսեք հալո, եթե ձեր մաման ժամանակին պատճառ է բռնել, որ ձեզ համար շոր չգնի, դա չի նշանակում, որ ես էլ եմ այդպեսին, ես պատրաստ եմ վարկյանը մեկ տանեմ իրանց ոտից գլուխ հագցնեմ ու իսկ որ իրանք չեն ուզում Այնպես որ եթե շորը գեղեցիկ է նստում, մեծ հաճույքով գնում ենք, այնպես չի որ չենք գնում։ Այո, այն դեղին կուրտիչկան ինձ դուր էր եկել, որ ճիշտ ասեմ, ուղղակի վերջի րոպեին արդեն հասել էինք կասա։ Մամայի տղան ասաց. «Մամ, ավել լավ է մի 20 եվրո էլ ավել դնեմ, ոնց որ Zara-ից առնեմ, Zara-ի շորերը շատ լավն են իդեպ, ինքը էլի է Zara-ից իրան լերխ բան արել։ Իդեպ մաման է գնացել իր հետ առել Եվ մամային դրությամբ ենք առել, այնպես չի որ երբ որ լավ է նստում շորը եւ լավն է, մաման միշտ պատրաստ է, այնպես որ անիմաստ բաներ մի գրեք էլի, այդ որ ծնողը պետքա չի ցանկանա իր երեխայի համար լավ հագուստ գնի կամ չգիտեմ, ուրախություն չպարգևի։ Մեն պատճառ բռնեց ասում որ չգնի։ Ախ Լուսինե Հարությունյանը գրել է Սերինե ջան, ձեր տղան ձեզ է նման, իսկ աղջիկն ամուսնուն Երևի թե նոր եք նորից միացել, չգիտեք, բայց Էլենչոնի մեր աղջիկը չի, մեր աղջիկն է, բայց մեր աղջիկը չի, մեր ապագա հարսիկն է, այնպես որ, այո, թող նման լինի, մենք դեմ չենք, իդեպ մեն օրը Էլենը ստեղ էր, պատրաստվում էր տեղ պետքա գնար, մազերը գեղեցիկ հարդարել էր, ուղի խացրել էր, սև երկար դերյա էր հագել, շատ գեղեցիկ էր մեր Էլենչոն Եվ Ալոնան երբ սենյակից դուրս եկավ, այդ Օսամա Էլենի ճանապարհեց, Ալոնան ասում մամա, ալես տպավորություն, որ Էլենը դու լինեիր, Սամոնը պապան։ Իրամոտ տես տպավորություն առաջացել, չգիտեմ։ Ինձ որ Էլենչոն էլ է մերը, անկախ նրանից, թե որ մեր տանը չի ծնվել, մեր ընտանիքում։ Ստեղ գրել է Անուչկո, չեմ կորակարդամ, տարերի շարանակնում, Պետելեսպեդիցիոն 1435 Իսկ ձեզ տվել են ֆրանսիական քաղաքացիություն Իրականում ես չեմ էլ դիմել, եթե դիմեմ կստանամ Որովհետև բոլոր կրիտերիաներով համապատասխանում եմ նրան, որ ստանամ քաղաքացիություն Մի քիչ ծույլ մարդ եմ այդ կողմից Թղթաբանություն հավաքել տանել չեմ կարողանում Ժամանակ տրամադրել դրան չեմ սիրում Իրոք անկեղծ Դրա համար ձգձգում եմ, բայց արդեն գնում եմ դեպի դրան
Սերինե ջան, խնդրում եմ, եթե հնարավոր է, չէ, կներեք, արդեն կարդացել եմ։ Հասմիկ Գաբրիելյանն է գրել, Սերինե ջան, բարև ձեզ, քանի տարեկան են ձեր աղջիկները, ունեք երեխա Ֆրանսիայում են որ ծնվել։ Մեկ վայրկյան։ Հասմիկ ջան, իմ բոլոր 3 երեխաներն էլ ծնվել են Հայաստանում։ Ալյոնան 1 տարի, քանի ամսական էր, որ մենք եկել ենք այստեղ։ 3-ն էլ ծնվել են Հայաստան։ Մեծ աղջիկս 21 տարեկան է։ Տղաս շուտով դեկտեմբերի 7-ին կլինի 20 տարեկան, իսկ Ալյոնկաս հեսա նոյեմբերի 26-ին լինում է 16 տարեկան։ Պատասխանեցի։ Այս հալոն լրիվ հալոյացել էր իմ ալիքում։ Ստի ժամանակ են ձգում YouTube-ի ժամը լրանա։ Նախ YouTube-ը ժամ չունի, որ լրանա, հարգելիս։ Եթե ես ստի ժամ ձգեի, ապա հոլովակը կլիներ 2 մասից, դրանով ես կրկնակի գումար կաշխատեի, ինչը որ ես չեմ արել, ես լրիվ հոլովակը մի անգամից եմ գցել։ Իրականում մենք էլ ավելի երկար էինք այնտեղ, բայց պարզա որ լրիվ սկզբից մինչև վերջ չէր նկարահանվել, այնպես որ ստի ժամ չենք ձգել եւ այն ինչ որ վերցել ենք գնել ենք, իդեպ կտրոնները այստեղ են, մեկ վայրկյան։ Այստեղ իմիջիայլոց ես գրքույկ ունեմ, սենց փոքրիկ բաներ են տալիս, պինետներ, որ կարող եք հավաքել եւ թանկանոց օրինակ համար այս թավան արժի 79 եվրո, ես գնալու եմ եւ 6 եվրոյով գնելու եմ, որտեղ տեսնեք այս շարանը լցրել եմ եւ էլի ինչ որ բան վերցրել, գիտեք։ Եվ դա տալիս են ամեն մի հատիկը 10 եվրոյի համար են տալիս, դե դուք արդեն հաշվի արեք առևտրի քանակը, որ այստեղ քանի է դա 70 հատ էստեղ է, հաշվեք, ամեն մի հատիկը 10 եվրո 10 եվրոյի համար է, 700 եվրո էստեղ է, 10 հատ էլ երևի ստեղ է, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, ճիշտ էլ ասեցի, ու էստեղ էլ արդեն բավականին կպցրել եմ, հեսա սրանք է պետք է կպցնեմ, այնպես որ եթե առևտուր չանեինք, այդքանը մեզ ընդեղ ոչ մեկ մեր սիրուն աշկերի համար մեզ չէր տա։ Ինչու է 2 կտրոնով, որովհետև առաջինը 1 քարտով է վճարվել, երկրորդը ուրիշ քարտով է վճարվել, 213 եվրո 1 վճարումն է, այսպես ցույց տամ երևի թե կերևա, չգիտեմ երևաց երևի, մեկ վայրկյան, այսինչ 179-ն էլ մյուսն է, երևաց չէ, երևում է ոնց որ տեսախ, վսյո, այնպես որ ստի ժամանակ չենք ձգել և առևտուր ենք արել, ուղղակի կիսվել ենք ձեզ հետ, այստեղ գրել է Աննա Գոնեսյանը, երևի Օգանիսյան, իդեպ ես էլ եմ Հովանիսյան, սերեն Օգանիսյանն է, հայրեն Հովանիսյան, երևի Էլենին վերաբերալ է գրել, էդ իրա ծնողների մեղավորությունն է, որ ինքը պիտի խոսա ֆրանսերենով իր երեխեքի հետ, էլ ինչ հայուհի, արդեն էդի ֆրանսիացի է։ Ժողովուրդ, գիտեք, մի քիչ տարօրինակ է ձեր կարծիքը ինձ համար, անկեղծ եմ ասում, ես չգիտեմ, միգուցե ես օտար երկրում եմ համարյա թե ծնված օրվանից, 7 տարեկանից, միգուցե դրա համար այն մտածելակերպը ուրիշ, կամ միգուցե դուք եք մի քիչ ամեն ինչ բարդացնում։ Նախ լեզվի խոսալով չի հայ լինելը, հավատացեք, այնքան գիտեմ, որ հայերեն շտկիրտ ու գրագետ են խոսում, բայց հազար ներողություն մենք համեմատություն ունենք, որ ասում ենք թուրքից էլ բեթար, հա։ Այնպես որ պետք չի լեզվով որոշել, որ մարդը հայ է թե հայ չի։ Ինչ լեզվով ինքը իր երեխու հետ խոսի, դա արդեն իր գործն է, ոչ ձեր գործն է, ոչ էլ նույնիսկ իմ գործն է։ Դա իր անձնական ու իր ամուսնու գործն է, որ լեզվով իրանք իրանց երեխու հետ կխոսան։ Նայեք, դուք գրում եք, որ իր ծնողի սխալն է, որ ինքը հայերեն լավ չի խոսում։
Սխալ եք։ Ես ունեմ 3 երեխա, 3-ն էլ մեծացել են այս տան մեջ, 3-ի հետ էլ հավասարաչափ շփվել ենք, 3-ն էլ հավասարաչափ լսել են ինչ որ լսել են առաջինը, երկրորդը թե երրորդը։ 3-ն էլ տարբեր ձև են խոսում հայերեն։ Տարբեր ակցենտով, տարբեր բառապաշարների քանակով։ Այդ երեխեքն էլ իմ հետ են մեծացել, 3-ն էլ։ Էնպես որ ըստ շփման երեխաների մոտ արդեն, չգիտեմ, ամեն մեկը իր ձևն ունի։ Այդ երեխայի մոտ ավելի զարգացած է ֆրանսերեն լեզուն։ Միգուցե ինքը ավելի շատ ընկերներ ունեցել ֆրանսերեն ոնց որ լեզվով խոսացողներ ու ծնողին մեղադրել կամ նույնիսկ ասել, եթե դու հայերեն լավ չես խոսում, դու հայուհի չես, դա լրիվ անիմաստ ինչ որ մի բան է, ներող եղեք, բայց դա իրականություն է։ Այստեղ մեկն էլ Ռուստամ MT-ա, իրականում կուզենայի խնդրել կամ մի նայեք, կամ նայում եք մի արտահայտվեք, կամ եթե դուր չի գալիս, ընդհանրապես հեռացեք ալիքից, որովհետև մի քիչ սխալ կոմենտարիաներ եք գրում։ Ես ազգությամբ եզդի եմ, տան մեջ ֆրանսերեն չենք խոսում։ Շատ ուրախ եմ ձեզ համար, որ դուք ազգությամբ եզդի եք ու դուք ձեր տանը մենակ հայերեն եք խոսում, ձեզ ոչ մեկ էլ չի ստիպում, որ դուք ֆրանսերեն խոսաք կամ մեկ այլ լեզվով, Ռուստամ ջան, խոսա այն լեզվով, որով ուզում ես ու թույլ տուր մենք էլ խոսանք այն լեզվով, որով մենք ենք ուզում։ Եվ գրել եք, որ ֆրանսերեն եք խոսում, արդեն հետաքրքիր չի դիտել, օրինակ մենք ֆրանսերեն չենք խոսում, միգուցե ակամա թե ակամա ինչ որ բառ թռնի մեր բերանից ֆրանսերեն ու դա նորմալ է։ Ես նույնիսկ որ գնացել էի Հայաստան առաջի տարին, այս տարի չի անցած տարի, ես մեկ-մեկ իմ մամայից հետ խոսալու զգում եմ, որ այդ բան sense մի տեսակ ստոպ էի տալիս, որ հայերեն հոմանիշ բառը արտասանեն, որովհետև այստեղ որ խոսում ենք մեկս մյուսիս հետ, արդեն մենք գիտենք, որ այս լեզուն էլ իրանք գիտեն, ահագարի որ դու այդ բառը նույնիսկ արտասանելով դու չես գիտակցում, որ դու հայերեն չես ասել, բառը ուրիշ լեզվով ես ասել։ Իրոք անկեղծ։ Նես չէ, որ մենք հոլովակը ֆրանսերենով ենք հանում։ Այստեղ գրել է Աննա Վարդը, գիտեք ինչ Ֆրանսիայում շատ վաղուց եկածների շատ քիչ մասն է ֆրանսերեն խոսում։ Մի անգամից ասեմ, ճիշտ չեք ասում։ Նոր եկածները ֆրանսերեն այդքան լավ չեն խոսում, որ ֆրանսերեն մենակ խոսան, իսկ հնուց Ֆրանսիայում ապրողները նախ ուրիշ ձևով են խոսում, արևմտահայերենով են խոսում, իրանց խոսակցականը միգուցե մեզ համար նույնիսկ անհասկանալի լինի շատ վաղ ու ֆրանսերեն են խոսում։ Հա, միգուցե տանը իրանք ձեր կարծիքով ֆրանսերեն չեն խոսում, բայց լավ էլ օգտագործում են, ես գիտեմ։ Հիմնականում 10 տարու չափ եկածներն են ֆրանսերեն խոսում տանը։ Մի ասեք տենց, նախ չկա տենց բան, որ բոլորը միանման լինեն ու տանը ֆրանսերեն խոսան։ Մենք տանը ֆրանսերեն չենք խոսում, նորից եմ կրկնում, ոնց որ հիմա ես ձեզ հետ եմ շփվում, տենց էլ մենք երեխաների հետ ենք շփվում։ Պարզապես կարող ասենք օրինակի համար հայ տեղը ասենք oui, կամ ինչ որ հարց տաս, չգիտեմ, ասեմ, je sais pas, ոնց որ ոչ թե ինչ որ կոնկրետ սա որը ֆրանսերեն նախադասություններ կազմած ենք խոսում, այլ կարող է նախադասության մեջ կամ պատասխանի մեջ մի բառ ֆրանսերենով հնչի, դա ինչը որ նորմալ է։ Տեսակ, այդ րոպեին ուզում էի tout à fait նորմալ ասել, բայց ոչ թե որ ցույց տա որ ֆրանսերեն եմ խոսում, ուղղակի պարզապես դուրս է գալիս այդ բառը։ Հա։ Դանը մենք գրեթե 15 տարի է Ֆրանսիայում ենք, բայց մի բառ նույնիսկ այդ լեզվով չենք խոսում։ Չեմ հավատում։ Ներեցեք, բայց չեմ հավատում, ոչ թե դիտավորյալ չեք խոսում, այ ինձ թվում է ոնց է լինի երկու բառ ձեր բերանից ֆրանսերեն թռնում է դուրս։ Հետո ինչ եք գրել ուրիշ։ Տղաս 3 տարեկան եկել ենք, հիմա մոտ 18 տարեկան է, առանց ակցենտի, մաքուր հայերեն է խոսում եւ նայում է միայն հայկական ալիքներ, մի քիչ քաղաքենիություն են քաղաքենություն եմ համարում այդ երևույթը, երևի, բայց տարամ մի հատ պակասում, ոչինչ, կներեք, դա իմ կարծիքն է։ Նայեք, ձեր տղան 18 տարեկան է եւ նայում է միայն հայկական ալիքներ, դա իր ընտրությունն է, գովելի է թե չգովելի է, դա արդեն ինքն է որոշում։
Իմ երեխաները նայում են եւ հայկական ալիքներ, եւ ֆրանսիական ալիքներ, եւ ամերիկական։ Իմ մեծ աղջիկը բոլոր ֆիլմերը, որոնք գնում է կինոթատրոն դիտելու, որոնք արտադրվել են Ամերիկայում, Հոլիվուդում, նա միմիայն դիտում է անգլերեն լեզվով, միմիայն, նա գերազանց խոսում է անգլերեն լեզվով եւ միմիայն դիտում է անգլերեն լեզվով։ Մի անգամ ուզում ենք միասին գնայինք, ասեց վայ մոմ ճիշտ է, դու չես կարում, չէ, անգլերենով լրիվ չես հասկանա։ Ես մենակ անգլերեն եմ նայում, ասեցի իսկ ինչու, ասեց որովհետեւ ինձ հենց առաջի դեմք, հա, այսինքն հենց ոնց որ ֆիլմը կա, այդպես եմ գերադասում նայել, քան թե թարգմանությամբ, ավելի լավ եմ զգում ֆիլմը։ Եվ շատ հաճախ են գնում ֆիլմ դիտելու, այստեղ երևի թե ինչպես եւ Հայաստանում միգուցե ընդունված է ջահելությունը գնում է կինոթատրոն, ինչ եմ ուզում ասեմ, իմ մեծ աղջիկը դիտում է միմիայն անգլերեն լեզվով, ունի անգլերեն քննություն հատուկ գնացել հանձնել, ստացել է դիպլոմ իր նիվոյով, որ ինքը տիրապետում է այս աստիճանի անգլերենի, խոսում է շատ կիրթ ֆրանսերեն, որ նույնիսկ ֆրանսիացին կարող է զարմանալ, որ ինքը այդ աստիճան կիրթ ֆրանսերեն է խոսում, ռուսերենը հասկանում է, խոսալ այդքան չէ, հայերենը հասկանում է, խոսում է, գրել, կարդալ չի գիտի, ցավոք սրտի, մի քիչ գերմաներեն գիտի, մի քիչ իսպաներեն գիտի, նույնն էլ կարող եմ ասել Սամոյի, իհարկե անգլերենը այդքան զարգացած չի, մեկ վայրկյան։ Դեղ մեծ փիսիկներ տրիվոգա դրել, դուրը փակել է վրան։ Հա, ինչ է ուզում ասեի, որ ինչքան լեզու գիտեն, այնքան մարդ են, ես դրանով շատ ուրախ եմ, որ իմ երեխաները խոսում են տարբեր լեզուներով եւ ոչինչ, թող ակցենտով հայերեն խոսան, կարևորը խոսում են, հասկանում են, այդքանը բավարար է։ Եթե ձեզ բավարարում է, որ ձեր տղան խոսում է հայերեն լիարժեք ու չի դիտում ոչ մի ֆրանսիական ալիք, ապա ուրեմն ստենց է պետք ձեզ համար։ Ես չեմ գալու եւ ասեմ դա ճիշտ է կամ սխալ է, նույնն էլ ձեզ եմ խորհուրդ տալիս չմտնել ուրիշի տուն ու չասել որ նա ճիշտ է։ Ներող եղեք, եթե մի քիչ հա։ Էլի նորից էս Ռուստամն է գրել, քո երեխեքը խի են ֆրանսերեն խոսում, թող իրենց լեզվով խոսան։ Իմ երեխեքն են։ Ինքնստիկյան իրանք են որոշում որ լեզվով խոսան, ինձ թվում է ձեր երեխաները երևի թե որոշման, ուպս, գնացիր հələ միան, որոշման իրավունք էլ չեն ունենա, չկպնես Լունային, երևի թե որոշման իրավունք էլ չեն ունենա, որ լեզվով խոսան կամ մտածեն, հաշվի առնելով, որ դուք ուրիշ երեխաներին եք ուզում փոխեք, վստահ եմ ձերին չեք թողնի նույնիսկ շնչի։ Ներող եղեք, որ այդպեսի մի քիչ արձագանքեցի, բայց ինձ թվում է մի քիչ պետքա մենք հասկանանք եւ անձնական տարածք չներխուժենք, ասելով թե ինչպես պետքա հագնվենք, ինչպես պետքա խոսանք, ինչ պետքա ուտենք եւ ընդհանրապես ինչ պետքա անենք։ Այնպես որ հուսով եմ, որ ձեզ դուր եկավ թեման, որը շոշափեցինք սկզբից, շնորհակալ եմ նորից, որ դիտում եք, որ բաժանորդագրվում եք, իրոք անկեղծ շատ շնորհակալ եմ։ Իմ համար շատ կարևոր է ձեր կոմենտարիաները, շատ կարևոր է, որովհետև կոմենտարիաների շնորհիվ ես զգում եմ ձեզ, ձեր բնավորությունը, ձեր մտածելակերպը։ Միգուցե շատ արագ չեմ կարողանում պատասխանեմ, չնայած մաքսիմում փորձում եմ արձագանքել արագի մեջ, կարճ շնորհակալությունով, սրտիկով, ներող եղեք, որ երկար չեմ գրում կոմենտարիա, որովհետև նորից եմ կրկնում, հայերեն գրելը ինձ համար այդքան հեշտ չի։ Նամանավանդ առանց տարասխալի, Միկո խելոք, առանց տարասխալի, դրա համար ես փոքրիկ կարճ շնորհակալություններ եմ հայտնում, հուսով եմ, որ չեք նեղանում, ես ձեզ բոլորից սիրում եմ եւ մաղթում եմ լինեք երջանիկ, բարի, հաջողակ եւ իհարկե եկեք սիրենք եւ հարգենք միմյանց, դա շատ կարեւոր է հենց մեր երկրի համար։ Ձեզ ուղարկում եմ պաչիկ։